Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով։ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետ քաշումն Իրանի հարվածներից հետո։ Թեհրանը մշակել է լայնածավալ ծրագիր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից հնարավոր հարձակումներին արձագանքելու համար։ Մենք ամերիկյան լրատվամիջոցների կողմից Իրանի ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների մասին հաղորդագրությունները խելագարություն ենք համարում։ Մենք պատրաստել ենք համապարփակ արձագանքման ծրագիր, որը ներառում է սիոնիստական ռեժիմի կարևորագույն ենթակառուցվածքները եւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքները հայտնում են Թեհրանից։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դա կպահանջի զիջումներ երկու կողմերից էլ։ Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս նշել է, որ ինքը վերջ է դրել 8 պատերազմի եւ որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ Ես կարծում եմ, որ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել, ասել է նա։ Ֆրանսիան զորքեր ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Նշենք, որ Իսպանիան Մարոկոից Սեուտա ժամանած ավելի քան 60,000 միգրանտից հետ է վերադարձրել մոտ 40,000-ին։ Իտալիան 30 օրով վերականգնել է սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ։ Վերահսկողությունը կկիրառվի օդային եւ ծովային ճանապարհով Իտալիա ժամանող ուղևորների նկատմամբ։ Որոշումը պայմանավորված է Սեուտայում միգրանտների աննախադեպ հոսքով դեպքի առնչությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ֆինլանդիան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հիշեցնենք, վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել մինչև 49,000 անօրինական ներգաղթյալ։ Ավելին, առնվազն 19 մարդ մահացել է քաղաք հասնելու փորձ կատարելիս։ ԵՄ նախկին արտգործնախարար Ժոզեփ Բորելը մեկնաբանելով Իտալիայի իշխանությունների հայտարարությունները Իսպանիայի հետ ազատ սահմանային անցման վերաբերյալ Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու պատրաստակամության մասին Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով հայտարարել է, որ ԵՄ ոչ մի անդամ պետություն իրավունք չունի միակողմանիորեն մեկ այլ երկրի բացառել Շենգենյան համաձայնագրից կամ կասեցնել դրա մասնակցությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացված ավիահարվածների ընթացքում սպանվել են Համասի մատակարարման հարցերով պատասխանատու Մուհամմադ Ալ-Աբեդը եւ հրամանատար Ահմադ Մուհամմադ Անքարին։ Նրանց տվյալներով նրանք ներգրավված էին զենքի մատակարարման եւ Իսրայելի դեմ հարձակումների ծրագրավորման մեջ։